Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ ֆինանսների նախարար Վայո Հովհաննիսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն նախարար, տարին սկսեց մեծ հաշվով սկսեց կարելի ասել Վենսի այցով եւ դրա շուրջ նաեւ զարգացումներով քննարկումներով, ինչպես նաեւ որոշակի ներդրումային ծրագրերի շուրջ խոսակցություններով, Թրիփը կարծես թե ել ավելի շատ միս ու արուն է ստանում եւ դրա շուրջ քննարկումները ել ավելի են լրջանում, նկատի ունեմ իրականացման տեսանկյունից Firebird-ը, որ $500 միլիոն այդ ծրագիրը AI գործարան կամ արհեստական բանականության գերհամակարգչային կենտրոն կառուցելու նախաձեռնությունը 500 միլիոնից հասավ 4 միլիարդի եւ այլ էլի ինչ-որ ինվեստիցիոն ծրագրերի մասին է խոսվում, որպեսզի հասկանանք որքանով են դրանք առարկայական այս տարվա տեսանկյունից։ Դուք ֆինանսական տարին պլանավորելիս դրանք հաշվի առնում եք, դրանք ներառում եք ձեր պլաններում, որ ասենք այսքան գումար է մտնելու, այսքան հարկ է գոյանալու։ Եթե խոսենք 2026 թվականի բյուջեի պլանավորման փուլում, այդ գործոնները հաշվի չեն առնվել։ Ինչի, որովհետև այդ պլանավորման փուլը տեղի է ունեցել օգոստոսի ընթացքում, դեռևս այն ինչ որ արդեն մենք առարկայական տեսնում ենք, որը նյութական շոշափելի է դառնում, այդ ժամանակ դեռ չափել հնարավոր չէր, եւ դրա համար այդ գործոնները մեր բյուջեի եկամուտներում չեն ներառվել։ Սակայն մեր կանխատեսումները տնտեսական աճի հետ կապված որոշակիորեն ճշգրտվել են դեպի ավելի օպտիմիստական սցենարներ, այսպես կարելի ասել, հաշվի առնելով այն ընդհանուր դրական զարգացումները, որոնք դեռ այդքան չափելի չեն, սակայն տեսանելի են, որ ընդհանուր դրական միջավայր են ապահովելու։ Այսինքն տնտեսական աճի գնահատականը օրինակ կարող է փոխվել։ Տնտեսական աճի գնահատականը մենք տարբեր սցենարներ ունեինք եւ մենք որոշեցինք, որ բյուջեի հիմքում դնենք 5.4%-ը, որ ավելին էր, քան մեր նախորդ կանխատեսումները։ Ինչ կլինի այս տարվա ընթացքում 5.4-ը կբարձվի վատատեսական է թե ոչ, դա այս պահին չեմ կարող ասել, որտեղ այս տարին դեռ նոր է սկսվել եւ տարբեր զարգացումներ են հնարավոր, չնայած բոլոր դրայվերները, այսպես ասած, այն մղիչ ուժերը, որոնք էական դեր ունեն ցուցանիշների մեջ, կարծես թե դրական նշանով են։ Հա, որ հաշվի առնենք նաև մետաղի գներն են մյուս կողմից էլ բարձրանում։ Իրանք իհարկե ճկուն են, բարձրանում եւ իջնում են, բայց ամեն դեպքում բարձր են մնում։ Պարոն նախարար, ամեն դեպքում ձեր գնահատականը նա անցած տարվա հետ կապված է, էլի 5-5.5-ի շրջանակներում մեր պետության գնահատականը, բայց տնտեսական ակտիվության աճը կամ ցուցանիշը 9.2%-ի շրջանակում է տարվա կտրվածքով։ Աճը ինչքան կկազմի, ունեք արդեն հստակ գնահատական։ Մեր կանխատեսումը կամ այն ինչ որ մենք դրել էինք 2024 թվականի սեպտեմբերին, որպես 25 թվականի տնտեսական աճի կանխատեսում 5.1% էր։ Մենք կանխատեսում էինք, որ տարվա առաջի կեսին մենք կունենանք ավելի բարձր տնտեսական ակտիվություն եւ նախորդ տարվա բազայի բարձր լինելու հանգամանքով պայմանավորված երկրորդ կիսամյակում աճը կդանդաղի։ Շատ ուրախալի է, որ այդ աճը շարունակել է բարձր տեմպերով գնալ, իհարկե այդտեղ կա նաև ոսկու որոշակի գործոն, որը մենք պետք է հանենք։ Մեր ընդհանուր կանխատեսումը, իհարկե մի քանի օրից հետո վիճակագրական ծառայությունը կհրապարակի հնայի ցուցանիշը, մեր կարծիքով դա մոտ է լինելու 6%-ին։ 6%-ին, այսինքն մոտավորապես 3%, 0.3%, 0.9%-ային կետով, 5.1 էր։ Այո, չէ, ես նկատի ունեմ 10-ի հետ համեմատած, մոտավորապես 10-ի հետ համեմատած, 10-ը եւ հնան նույնական։ Այո, միանշանակ, բայց նախկինում դրանք գրեթե համադրելի էին, ինչ որ պայից սկսեցին այդ շեղումը, շեղանքը կամ երկու մեծությունների միջև ավելի մեծանալ, այսինքն 3% է լինելու մոտավորապես այդ շեղումը 10-ի եւ տնտեսական աճի։ Սա արդյոք ենթադրում է, որ դեռ ոչ հարկունակ ոլորտները տնտեսությունը զուտ, այսպես ուռճացնելու տեսանկյունից իրենք դեռ շարունակում են
մնալ եւ ազդեցություն ունենալ, խոսքը ոսկու վերարտահանման մասին է։ Ոսկու վերարտահանումը մեկն է, որը այո, այդքան էլ հարկունակ չի եւ որը ազդեցություն ունի, սակայն ես կարծում եմ, որ դա հնայի աճի հնայի ցուցանիշը հրապարակվելուց դա պետքա մաքրվի։ Ոնց որ մաքրվեց նախորդ տարիներին։ Այսինքն դրա ազդեցությունները պետք է մաքրվեն։ Սրանով է բացատրվում, որ օրինակ, երբ որ մենք տեսնում ենք ուրեմն հարկերի աճը, մոտավորապես այնքան է, որքան կանխատեսվում էր եւ որքան ակնկալում էր պետությունը 14% մոտավորապես ընդհանուր բյուջեի եկամուտների աճը 14%-ի շրջանակներում, բայց տնտեսական աճ, այսինքն 10 տվյալ պարագայում եւ տնտեսական աճի հետ կապված հարցերը մի փոքր ավելի բարձր են եւ մենք դրա արդյունքում չենք տեսնում հարկային եկամուտների աճ, այսինքն շատ տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը դեռևս չի շարունակում գեներացնել հավելյալ հարկեր։ Տեսեք, եթե խոսենք հարկային եկամուտների մասին, ինձ թվում է, որ հարկային եկամուտները առաջանցիկ աճ են ունեցել։ Ոչ թե ինձ թվում է, ցուցանիշներն են այդպեսին, հիմա կբացատրեմ։ Երբ որ մենք կանխատեսում ենք 2025 թվականի եկամուտները, հարկային եկամուտները, մենք ելնում էինք 24 թվականի եկամուտներից։ Այո, որովհետև 25 թվականը կառուցվում է 24-ի վրա։ Սակայն 24 թվականին մենք չունեցանք այն եկամուտների մակարդակը, որը պլանավորված էր բյուջեում։ Եվ մենք արդեն միջնաժամկետ ծախսային ծրագիրը հրապարակելուց ասեցինք, որ հարկերը թերակատարվելու են 65 միլիարդով, որովհետև 24 թվականին չէր հավաքվել 25-ի համար ասացիք, որ թերակատարվելու են։ Այո, 25-ի համար պլանը թերակատարվելու է, որովհետև մեր սկզբնակետը արդեն ավելի ցածր էր, քան թե մենք պլանավորել էինք։ Եվ մենք պլանավորել էինք 24-ի նկատմամբ 10% բանի աճ, հարկային եկամուտների աճ։ Սակայն մենք ունեցանք 14% աճ, հաշվի առնելով, որ 24-ը ավելի ցածր էր, քան 25-ի պլանը։ Այս բյուջեի պլանն է ասում։ Եթե մենք նայենք հարկեր հնա տեսանկյունից, մենք ունեցել ենք 1%-ային կետով բարելավում։ Թեև մեր կանխատեսումը այն էր, որ մենք պետք է ունենանք 0.5% բարելավում։ Դա պատճառը նա էր, որ մենք 0.5% 24 թվականին ունեցել ենք 23.5%։ Իսկ ինչի հաշվին է դա եղել։ Լավ բարելաված վարչարարության, թե տնտեսությունը նոր, չգիտեմ, աղբյուրներ է ստեղծել հարկերի համար։ Այստեղ մի քանի կարևոր գործոն կա, իհարկե վարչարարության բարելավումները տեղի են ունեցել, սակայն երկու գործոն կա։ Մեկը ֆինանսական ոլորտի շահութահարկն է, որը ավելացել է 24 թվականի նկատմամբ, եւ երկրորդը դա հետաձգված հարկերն են շինարարության ոլորտում։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք 24 թվականին նրա մասին, թե ինչի հարկերը այդ չափով չեն հավաքագրվում, դրա պատճառը նա էր, որ շինարարության փուլում դեբետներ են, ԱԱՀ-ի դեբետներ են կուտակվում, որոնք վճարվում են շենքը կառուցվել ավարտելուց եւ իրացնելուց հետո։ Եվ հետեւաբար 25 թվականին այսպիսի բավականին շատ, այսինքն նախորդ տարիներին կառուցված շենքեր հանձնվեցին շահագործման, որը եւ առաջացրեց այս եկամուտների աճը։ Տեսեք, երբ նայում ենք մեր տնտեսության կառուցվածքին, դեռ աճի հիմնական դրայվերը շարունակում են մնալ իհարկե ծառայությունների ոլորտը, հատկապես ֆինանսական մասը եւ շինարարությունը։ Դեռ հաշվի չառնելով, չգիտեմ, ոսկու վերարտահանման գործոնները եւ այլն, բայց այնուամենայնիվ ռեալ աճի գործոնները դրանք են։ 2018 թվականին դրանից հետո Հայաստանի կառավարությունը պարբերաբար խոսել է աճի կառուցվածքի կամ ընդհանրապես տնտեսության կառուցվածքի որակական փոփոխության մասին։ Հիմա դուք ֆինանսական բլոկն եք ներկայացնում։ Երբ որ կառավարության տնտեսության բլոկը գալիս դեզանից փող է ուզում, չգիտեմ, այս կամ այն ոլորտը սուբսիդավորելու, գումար տալու, լիզինգ ֆինանսավորելու եւ այլնի համար, հա, ձեզ համար բավարար է այս կառուցվածքը տնտեսության եւ դրան որպեսզի այն էֆեկտիվ է գումար տալու տեսանկյունից։ Դե օրինակ եթե դուք նայեք այն ոլորտները, որոնց մենք աջակցում ենք,
դուք կտեսնեք, որ դրանք այն ոլորտներն են, որոնք այդ աջակցության կարիքը ունեն, որովհետև իրական հատվածում արդյունաբերության մեջ ներդրումները եւ արտադրողականության բարձրացման ուղղությամբ, այսինքն այն ոլորտները, որտեղ մենք կուզեինք, որ առաջանցիկ աճ լիներ, այդ ուղղությամբ մեծ ներդրումներ ենք իրականացնում։ Սերվիսի ոլորտում մեծ աջակցության ծրագրեր չենք իրականացնում։ Ամենայն դեպս այս պահին չեմ կարող տենց մտաբերել այդպիսի մեծ բաներ։ Ես իհարկե կարծում եմ, որ մենք իհարկե դիվերսիֆիկացիայի հետ կապված հարցերը, տնտեսության կառուցվածքի հետ կապված մեր մակրոտնտեսական քննարկումներում իրականացնում ենք։ Շատ հաճախ համեմատում ենք 2000-ականներին, որովհետև այն ժամանակ էլ շինարարության բավականին մեծ աճ կար, եւ տեսնում ենք, որ եթե այսօր համեմատենք այդ ժամանակների հետ, ապա մենք այսօր ունենք շատ ավելի մեծ դիվերսիֆիկացված տնտեսություն եւ մենք չունենք արդյունաբերության անկում, ճիշտ է, իր մասնաբաժինը աճում է, նվազում է, որովհետեւ ծառայությունների ոլորտը գնալով ավելի մեծ մասնաբաժին ունենք, բայց նվազում չենք տեսնում եւ ռիսկերը այս առումով ավելի կառավարելի են։ Ես կասեի, չունենք այնպիսի մի իրավիճակ, որտեղ մենք անհանգստանալու մեծ առիթ ունենանք, բայց մեր աշխատանքը արդյունաբերությունը զարգացնելու եւ այդ դիվերսիֆիկացիան մեծացնելու պետք է շարունակվի։ Հայաստանը վերջին գոնե 22 թվականից այս կողմ բարձր տնտեսական աճի միջավայրում է ապրում տնտեսությունը եւ տարեստարի տնտեսական աճ ապահովելը, էլի բարձր ցուցանիշ ապահովելը կարծես դժվար խնդիր է դառնում, չնայած որ որոշակի գործոններ իրենց ազդեցությունը դրական թողնում են։ Հիմա 2026-ի համար նորից բարձր տնտեսական աճ ապահովելը որքանով է խնդրահարույց, որքանով է մարտահրավերային։ Դժվար է։ Այն ինչ որ եւ դրանից է բխում են, որ մենք 2025 թվականի համար կանխատեսել էինք 5.1, հիմա 5.4 եւ դա շատ մեր կարծիքով բավականին ամբիցիոզ, այսինքն պահպանողական գնահատական չի, դա ամբիցիոզ գնահատական է, ակնկալիք է։ Այն պահին, այո, հիմա տեսնում ենք, որ կարող է, այսինքն սովորաբար մեր մոտ այդպես է եղել, մենք միշտ ամբիցիոզ գնահատականներ ենք տվել, հետո պարզվել է, որ մեր իրականությունը շատ ավելի բարենպաստ է, քան այն խոսքը գնում է, ասենք 21 թվականից հետո։ Ֆինանսների նախարարությունը միշտ ավելի փոքր գնահատականներ է տվել եւ այն ժամանակ, երբ որ մենք քննարկում էինք, համարել ենք, որ 5.4% ամբիցիոզ է, բայց իհարկե դրանից հետո էլի շատ բան է փոխվել, այսինքն այն դրական զարգացումները, որը մենք ակնկալում էինք, այդ դրական զարգացումները տեղի ունենում անգամներով ավելի արագ, քան մենք մտածում էինք։ Դա ինչով է պայմանավորված։ Մեր արտաքին քաղաքականության, այսինքն խաղաղության միջավայրով, այդ գործընթացով դրանով է պայմանավորված։ Այո, այսինքն երբ որ օգոստոսից խոսում ենք օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթի մասին, այն ժամանակ, ասենք օգոստոսի 15-ին դիցուկ դժվար էր կոնկրետ ասել, թե ինչ արագությամբ ինչ տեղի կունենա երբ։ Գիտեինք, որ դրական զարգացումներ կլինեն, կամաց, բայց որ այսօր մենք կունենանք արդեն այսպիսի զարգացումներ, արդեն կունենանք Ադրբեջանի հետ առևտուր, արդեն կսկսենք քննարկել ուրեմն երկաթգծի վերականգնման հարցերը եւ արդեն այն պայմանավորվածությունները, որոնք ունենք ամերիկյան կողմի հետ շոշափելի կնյութականանան, արդեն շինարարություն տեղի կունենա, օրինակ Firebird-ի մասին է խոսքը տվյալ դեպքում, դա չգիտեինք երբ տեղի կունենա։ Հետևաբար, երբ որ մեզ ասում էին, իսկ դուք ինչի դա չեք անում, ասում ենք, դե մենք պետքա կոնկրետ բան ունենանք, որպեսզի դա դնենք մեր հաշվարկի հիմքում։ Այսինքն այս անգամ սև կարապը դրական էֆեկտ ունի Հայաստանի տնտեսության համար։ Դե կարծես թե գրեթե բոլոր գործոնները, այդ թվում մետաղների գները, ոսկու գինը, նավթի գինը, որը մենք
որի մասին մենք առիթ ունեցանք խոսենք բյուջեի ներկայացման ժամանակ, ես իմ ելույթում դրա մասին խոսեցի, թե ինչպիսի կանխատեսումներ ունենք այդ բոլոր հումքերի գների վերաբերյալ, կարծես թե շատ ավելի բարենպաստ են, քան այն ինչ որ այն ժամանակ կանխատեսել էինք։ Տեսեք, խոսվում է հիմա եւ դա կա ռիսկի հավելավճարի կրճատման մասին Հայաստանի տնտեսության մասով։ Էլի արտաքին միջավայրով է կարծում եմ պայմանավորված։ Ինչպես է սա գործնականում անդրադառնում եւ անդրադառնալու տնտեսության վրա, օրինակ ինչ օգուտներ կզգա բիզնեսը դրանից։ Ընդհանրապես սպրեդերը նվազման միտում ունեն։ Ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր նման երկրների սպրեդի նկատի ունեմ ամերիկյան թղթերի միջև տարբերությունը, մեր թղթերի եւ իրենց թղթերի տոկոսային տարբերությունը։ Բայց բնականաբար այս անվտանգային վիճակայերի փոփոխությունը մեր համար բերում է այդ ռիսկի հավելավճարի փոփոխության մենք դառնում ենք շատ ավելի գրավիչ մյուսների համեմատությամբ եւ մենք տեսնում ենք նաեւ որ մեր աճուրներին դրամային պարտատոմսերի աճուրներին մասնակցում են նաեւ ոչ ռեզիդենտ խոշոր միջազգային ներդրումային ընկերություններ եւ բանկեր։ Սրա հետևանքը նաեւ որ մեր պարտքի սպասարկումն է միջնաժամկետ հատվածում ունենալու նվազող հետագից, սա նշանակում է որ քանի որ պետական պարտատոմսերը իրանք նաև ուղենիշային են մասնավոր կազմակերպությունների պարտատոմսերի համար, հետևաբար սա ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ տոկոսների նվազման ուղղությամբ դրական ազդեցություն է ունենալու։ Այսինքն բայց հետաքրքիր է, տոկոսները նվազել են, բայց միջազգային այդ ներդրումային ընկերությունները սկսել են գնել պետական պարտատոմսեր Հայաստանի։ Երբ առաջ տոկոսները ավելի բարձր էին, իրենք այդ ռիսկին չէին գնում, որտեղ ռիսկ էին տեսնում դրա համար, այսինքն ռիսկի կառավարում իրենց համար ավելի կարևոր է, քան ավելի շատ շահույթ ստանալ չստանալու խնդիրը։ Տեսեք, կարելի է այսպիսի մի տերմին կա ռիսկի ախորժակ։ Կախված է նրանից, թե իրանք ինչ ռիսկի ախորժակ ունեն եւ իրենց պորտֆելի մեջ ռիսկի ինչպես են դիվերսիֆիկացնում։ Երբ որ մեր ռիսկի մակարդակը իջնում է մի անպատասխան մակարդակից ներքև, դա արդեն դառնում է հետաքրքիր։ Այսինքն ինքը ամենացածր ռիսկայնության ապրանքը չի, այլևս, սակայն արդեն կառավարելի ռիսկ է, որը եւ մեր ենթակառուցվածքներն են բարելավում, այսինքն մեր հնարավորությունները, որպեսզի այդ կազմակերպությունները մասնակցեն մեր աճուրներին, ավելի մեծանում է, մենք պլատֆորմ ենք ստեղծել, որտեղ անհատ մարդիկ կարող են մտնել, ես այն օրը ինքս անձամբ մտել եմ եւ գնել եմ պետական գանձապետական պարտատոմսեր եւ դա շատ հեշտ է։ Հետաքրքիր է, մի ժամանակ առաջ, երբ որ խոսում էինք պետական գանձապետական պարտատոմսեր գնելու մասին, ֆինանսների նախարարությունն էր էլի լրագրողների համար սեմինար կազմակերպել, ու լոբինգ էին անում, ինչքան կարևոր է, ինչքան լավ է, հարցրեցի որևէ մեկը տարել եք պետական պարտատոմս։ Շատ քչերն էին, որ ունեին այդ ժամանակ, շատ շուտ ժամանակների մասն եմ խոսում։ Պարոն Հովհաննիսյան, բիզնեսը հաճախ դժգոհում է անցած տարիներին հատկապես, անցած տարի եւս, որ խաղի կանոններ իրենց համար տարվա ընթացքում փոփոխվում են։ Փոփոխվում են խոսքը հարկային օրենսդրության հաճախակի դարձած փոփոխությունների մասին էր, հա։ Դուք վերջերս ձեր հասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ ունեք որոշում կամ ցանկանում եք գալ այդ որոշմանը, որ տարեկան մեկ անգամ փոփոխություն տեղ ունենա հարկային օրենսգրքում, հարկերի հետ կապված հատկապես, հա։ Երբ է այդ մեխանիզմը արդեն դրվելու եւ կյանքի կոչվելու։ Հիմա Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացնում ենք ուսումնասիրություն, թե ոնց ենք դա ներդնելու եւ մեր անալիքների ցանկի մեջ պլանավորում ենք հայեցակարգը սրա ներդրման ներկայացնել առաջի կիսամյակում կառավարություն եւ երբ որ դա կհաստատենք արդեն 2027 թվականի բյուջետային գործընթացի մեջ սա ներդրված կլինի։ Ինչ է սա նշանակում։ Որպեսզի հասկանալի լինի մեր նաեւ մեզ դիտողներին, մենք ունենք բյուջետավորման հստակ ցիկլ։ Բյուջետային գործընթացը սկսվում է հունվար ամսին, մարտ ամսին ներկայացվում են հայտեր, միջնաժամկետ ծախսային ծրագիրն է պատրաստվում այդ ժամանակ, մայիսին
կհրապարակենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որով սահմանվում են ծախսային չափականակները, եկամուտները, տնտեսական աճի կանխատեսումները առաջիկա 5 տարիներին։ Հետո արդեն գնում ենք բյուջեի պլանավորման փուլ։ Սա ամեն մեկը իր մեջ նաև ունի հանրային քննարկումների ժամանակացույց, թե ով երբ ինչ պետքա պատրաստի, երբ պետքա ինչ որոշվի, այսինքն հստակ ժամանակացույց գոյություն ունի, որը վարչապետի որոշմամբ է սահմանվում, կոչվում է բյուջետային գործընթաց սկսելու մասին։ Սա առաջի որոշումներից է ամեն տարվա, որը ամփոփվում է արդեն դեկտեմբերի վերջին, երբ որ կառավարությունը հաստատում է եռամսյակային համամասնությունները բյուջեն հաստատելուց հետո։ Հիմա խնդիրը նրանում է, որ բացի այն խնդրից, որը բարձրաձայնում են մեր հարգելի տնտեսվարողները կապված եկամուտների քաղաքականության հաճախակի փոփոխությունների, այստեղ կա նաև շեղում նրա, թե երբ ենք մենք որոշում կայացնում ծախսեր անելու եւ եկամուտներ ստանալու վերաբերյալ։ Ըստ էության եկամուտների ավելացման կամ պակասեցման կամ վարչարարության հետ կապված հարցերը ընդհանրապես դուրս են այս ծախսային քաղաքականության ցիկլից, որտեղ բյուջեն չի խոսում եկամուտների ձևավորման կամ նրա փոփոխության մասին, ընդհանրապես կանխատեսում է անում եկամուտների մասին։ Եվ քանի որ այս հարցը նաև կար, մենք որոշեցինք վերցնել միջազգային որոշակի ուսումնասիրության մեր փորձը եւ սա իրար հետ համադրել, այսինքն ոչ միայն ծախսերի հայտերը քննարկենք այդ ցիկլի մեջ, այլ նաև եկամուտները քննարկենք այդ ցիկլի մեջ, որտեղ եկամուտների քաղաքականության փոփոխության տասնյակ գաղափարներ կան ամեն տարի։ Մեկը ուզում է արտաքին արտոնություն, մեկը ուզում է ինչ-որ մի ուղղությամբ հարկ բարձրացնել եւ այլն եւ այլն։ Եվ սա կարծում ենք, որ հետո բողոքներից մեկը ոչ միայն հաճախակի փոփոխությունն էր, այլ նաև որ դա չի քննարկվում մասնագիտական հանրության հետ կամ բիզնես հանրության հետ չի քննարկվում։ Հետևաբար կարծում ենք, որ այսպիսի մի համակարգի ներդրումը, որը կպարտադրի ցանկացած որոշման ընդունում հատկապես հարկային եկամուտների հետ կապված անցնել այս ամբողջ շղթայի միջով, ապահովելով թե հաշվետվողականություն, թե թափանցիկություն, թե մասնակցայնություն եւ թե սինխրոնացում ծախսերի հետ, որովհետեւ երբ որ մենք գնում ենք ազգային ժողով, բոլորը խոսում են նրա մասին, թե մենք որ ուղղությամբ ինչքան քիչ փող ենք նախատեսել, նաեւ խոսենք թե այդ որ եկամուտների հաշվին, որովհետեւ մենք բոլորս բողոքում ենք հարկերի բարձրացման մասին, բոլորս բողոքում ենք պարտքի բարձր մակարդակի մասին, բայց նաև բողոքում ենք քիչ ծախսերի մասին։ Հետևաբար եթե սա միացնենք իրար, մեր համար, մեր ազգային ժողովի համար եւ քաղաքացիների համար բարձ կլինի, որ թե այս ամեն ինչը ինչով է ֆինանսավորվում։ Տեսեք, շատ հաճախ տնտեսագետները, որոնք մի փոքր ավելի այսպես ռիսկային տնտեսական քաղաքականության կողմնակից են կամ, չգիտեմ, ավելի ընդլայնողական տնտեսական, այդպես ճիշտ է ասել, ընդլայնողական տնտեսական քաղաքականության կողմնակից են, շատ հաճախ եւ ֆինանսների նախարարության եւ կենտրոնական բանկին մեղադրում են նրանում, որ շատ պահպանողական են, այսինքն ասում են հաշվապահի նման են մեկ-մեկ աշխատում, մի փոքր, չգիտեմ, ԿԲ-ի պարագայում տոկոսները շատ դանդաղ իջացնենք, ֆինանսների նախարարության պարագայում քիչ պատկ վերցնենք, քիչ ծախսենք եւ այլ, ասում են, չէ, պետքա տոկոսներն էլ մի քիչ արագ իջեցնել եւ ավելի շատ ծախսել, տնտեսությունը փողով լցնել, այսպես ասած, որովհետեւ երբ որ համեմատում ենք նույն եվրոպական երկրների հետ եւ այլն, մեր տնտեսությունում փողի մասան շատ ավելի քիչ է։ Ես ճիշտն ասած մի օր որ նման քննադատություն լսեմ, ես շատ կուրախանամ, որովհետեւ վերջի 3 տարիներին, որ ես նախարար եմ աշխատում, երբեք նման քննադատություն աչքովս չի ընկել, համենայն դեպս այդպիսի քննադատություն չի տարածվել, տարածվում է այն քննադատությունը, որ մենք շատ ենք պարտք վերցնում, 6 միլիարդ պարտք ենք վերցրել, երկիրը կործանել ենք, բոլորին պարտքի տակ ենք գցել, մեր երեխաները ծնվում են արդեն պարտքերով եւ այլն եւ այլն։ Եթե այդպիսի հակառակ քննադատություն լիներ, ապա ավելի շատ պարտք կվերցնեք եւ ավելի շատ կծախսեք, այստեղ կարելի է մասնագիտական քննարկման մեջ մտնել եւ իրոք հասկանալ, որովհետեւ մենք պարտք վերցնելուց առաջ հետազոտություն ենք անում, այսինքն վերլուծություն ունենք, պարտքի կայունության վերլուծություն ենք իրականացնում, հասկանում ենք ինչքան պարտքն է միջնաժամկետ հատվածում կառավարելի, կայուն, բնականաբար այդ
ծախսեր անելու մղումներ ունեն ոչ միայն տարբեր էքսպերտներ, այլ նաև մեր տարբեր նախարարություններ։ Այսինքն իրանք էլ մեզ վրա ճնշում են գործադրում, ասում են ոչինչ, պարտք վերցրեք, մեզ փող տվեք, մենք որպեսզի այս ծրագրերը իրականացնենք։ Մենք փորձում ենք համոզել, ներկայացնել կառավարությանը, որովհետև կառավարությունը որպես քաղաքական միավոր նաև շահագրգռված ինչքան հնարավոր է շատ աշխատանք անի, որպեսզի հանրության բարեկեցությունը արագ բարձրանա, որպեսզի հաջորդ անգամ եւս ընտրվի։ Մենք փորձում ենք այս բալանսը ճիշտ պահենք, որպեսզի մեր քաղաքական հայտարարությունները, մեր քաղաքական խոստումները կարողանանք կատարենք եւ միաժամանակ երկարաժամկետ հատվածում մեր պետության, այսպես ասած, կայուն զարգացումը կարողանանք հնարավորինս տեսանելի դարձնել մեր եւ մեր քաղաքացիների համար։ Իսկ այս տարի որ որոշվեց այնուամենայնիվ ծախսերի ոլորտում կրճատում իրականացնել, դեֆիցիտի իհարկե կրճատման նաև հաշվին, նախընտրական տարում դժվար էր այդ որոշումը, այսինքն կար ձեր նկատմամբ ֆինանսների նախարարության նկատմամբ քաղաքական ճնշում, որ պետք չի գնալ այդ քայլին։ Այո։ Դա շատ դժվար որոշում էր, ես դա այն պատճառներից մեկն է, ինչի ես հպարտ եմ, որ ես այս քաղաքական ուժի անդամ եմ, որ մենք ունեցանք խիզախություն այդպիսի որոշում կայացնելու։ Իսկ հակառակ ճնշումը, օրինակ, երբ որ ֆինանսների նախարարությունը այս կամ այն որոշումն է կայացնում, ծախսի հետ կապված, պարտքի հետ կապված եւ այլն, այս քաղաքական քննարկումները որ կան, չգիտեմ, պարտքը շատ եք վերցրել, մեր սերունդները, ինչպես դուք եք ասում, պարտքով են ծնվում եւ այլ, քաղաքական քննարկումները ձեր մասնագիտական որոշումների վրա ազդում են։ Ցանկացած քննարկում մեր վրա ազդում է։ Մենք փորձում ենք փաստարկներով, գիտության ապացույցներով, իրականության վերլուծություններով մեր կառավարությանը ներկայացնել վերլուծություններ եւ ըստ էության ի վերջո կառավարությունը եւ վերջում ազգային ժողովը որոշում են, թե ինչքան պարտք մենք պետք է վերցնենք, ումից պետք է վերցնենք եւ ինչի վրա այդ գումարը պետք է ծախսենք։ Գալով հարկերին, հարկային օրենսգրքի մասին ասացիք, հասկացանք, շրջանառության հարկի հետ կապված ինչ եք անելու, որովհետև կար մինչև այդ քննարկում, որ ուզում եք ընդհանրապես վերացնել այդ արտոնյալ հարկի տեսակը, բոլորին բերել ԱԱՀ-ով հարկվելու դաշտ։ Հետո կարծես ընտրությունների մոտենալով այդ խնդիրը այդքան էլ ակտիվորեն չի արծարծվում։ Հիմա ունեք քաղաքական մրցակից, որը ասում է, որ ես որ գամ իշխանության, խոսքը մեր ձևով շարժման մասին է, ուժեղ Հայաստան կուսակցությունը արդեն գրանցել, իրենք ընդհանրապես կվերացնեն այդ, այսինքն կզրոյացնեն այդ հարկատեսակը։ Եվ այն բիզնեսի այն սեգմենտը, որը այս բանի 2-3% կոնկրետ այդ հատվածից հարկ է ապահովում, իրենք ընդհանրապես շատ արտոնյալ կարգավիճակում կհայտնվեն, հա։ Ձեր տեսլական այս հարկատեսակի վերաբերյալ ո՞րն է։ Մենք հայտարարել ենք, որ շրջանառության հարկ չի լինելու եւ բոլորը ԱԱՀ-ով են հարկվելու։ Այս հայտարարությունը եղել է։ Մենք հիմա հարկային հայեցակարգի քննարկումների մեջ ենք կառավարությունում, որը շատ շուտով կավարտենք եւ այդ հայեցակարգը նաեւ կներկայացնենք հանրության դատին։ Մենք շարունակելու ենք այս ճանապարհով գնալ, սակայն պետք է հասկանանք, թե այն միկրոձեռնարկատիրությունը ինչպիսի պայմաններում պետք է գործի։ Այսինքն ընդհանրապես չեղարկումը շրջանառության հարկի ինչպիսի ստրես է առաջացնելու տարբեր, որովհետև այդ շրջանառության հարկի համակարգում կան տարբեր տեսակի կազմակերպություններ, ինքը այնքան մեծ է, այսինքն 114 միլիոնը այնքան բարձր թիվ է, որ իր մեջ տեղավորված են տարբեր որակական եւ քանակական ցուցանիշներով կազմակերպություններ, ընդհուպ մինչև խոշոր կազմակերպություններ կամ կարելի ասել այսպիսի մասնատված խոշոր կազմակերպություններ։ Հետևաբար մենք միասնական մոտեցում այս բոլորի նկատմամբ ուրեմն ցուցաբերել դժվար կլինի։ Եվ իհարկե մենք չենք ուզում այս փոփոխությունը անենք, որպեսզի շոկի ենթարկենք մեր մանր եւ միջին ձեռնարկություններին։ Մյուս կողմից էլ կառավարությունը խոսում է աղքատության հաղթահարման մասին,
բայց այդ 114 միլիոնի մեջ շատերը կան, որ իսկապես ինքնազբաղվածներ են եւ էլեմենտար սոցիալական խնդիր են լուծում։ Ինչպես պետք է մի կողմից մի ձեռքով այսպես աղքատությունը հաղթարես, մյուս ձեռքով վերացնելով ընդհանրապես միկրոբիզնեսը։ Դե միկրոն չի վերանա, միկրոն կմնա եւ մենք ուղղակի պետք է հասկանանք, թե այս շրջանառության հարկի այդ ներքևի հատվածում գտնվող ձեռնարկություններին եւ միկրոին ինչպես պետք է հարկենք դրանից հետո։ Սրա շուրջ դեռ վերջնական որոշում չունենք, երբ որ լինի այն ժամանակ, այսինքն համենայն դեպս ուզում եմ վստահեցնեմ մեր սիրելի քաղաքացիներին եւ տնտեսվարողներին, որ մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք ամեն մի փոքր սեգմենտին, հասկանալու թե ինչպիսի խնդիրներ է իրանց մոտ առաջանալու։ Խնդիրների մի մասը իհարկե վարչահարության, գործիքակազմով, ավտոմատացման միջոցով կլուծվի, այսինքն ՊԵԿ-ը ավտոմատ կգեներացնի եւ որոշ դեպքերում ավտոմատ կվճարվի, այսինքն նույնիսկ կարիք չի լինի որևէ բան տալու։ Սա մեր նախնական քննարկումների արդյունքներն են, բայց իհարկե, երբ որ մանրամասն արդեն հասկանանք եւ ինքներս մեր մեջ գանք կոնսենսուսի, որովհետեւ ինչպես գիտեք, կառավարության ներսում էլ կան տարբեր թևեր, որ տարբեր գերատեսչական հայացք ունեն հարցերի վերաբերյալ եւ երբեմն մեր քննարկումներն են շատ երկար տևում։ Ինչ վերաբերվում է զրոյական հարկին, նախ մեր միկրոձեռնարկատիրության համակարգը արդեն իսկ բազմաթիվ տնտեսվարողների համար զրոյական հարկ ունի, բայց այն եթե խոսքը գնում է շրջանառության հարկի համակարգում ուրեմն զրո հարկ ունենալուն, ապա եթե բոլորին տրամադրվի, ես դա շատ խնդրահարույց եմ համարում, այսինքն ինքը կարող է էական ցնցումներ առաջացնել։ Այսինքն համենայն դեպս այն կծկտուր բաները, որը ես լսում եմ, օրինակ, որ որևէ հարկային տեսուչ չի գալու ձեզ ստուգի, այդ արդեն նշանակում է, որ օրինակ մի ցանկացած մեծ կազմակերպություն կարող է հայտարարի, որ ինքը փոքր ձեռնարկություն է եւ ոչ մի հարկային տեսուչ չի գա իրանց ստուգի եւ չեմ հասկանում այդ ոնց է աշխատելու, էլի։ Այսինքն կարելի է մի բան քաղաքական հայտարարել, բայց դա իրական կյանքում ինչա պլանավորվում անել, որտեվ դու խոսում ես միայն հացի փռերի եւ վարսավիրանոցների մասին, հիմա չեմ հասկանում շրջանառության հարկի համակարգում գտնվող բոլորը հայտնվելու են այդ զրոյի մեջ, թե այնուամենայնիվ հացի փռերն ու վարսավիրանոցներն են միայն հայտնվելու։ Մանրամասն չգիտեմ, այսինքն չեմ տեսել միտեղ, որտեղ շատ մանրամասն նկարագրած լինի, թե ոնց են անելու։ Ոնց է այստեղ շատ կարևոր է։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրիլնետ բիզնես տաղավարում ես զրուցեցի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։